Աստծո խոսքը միգարտամ Հովանու Ավետարանին վերջին գլուխը 21-րդ 9-17 համարները որ Ավետարանի չգնկարակրե Հիսուսի հարութենեն ետքը աշակերտներուն գահիտնվի եւ մանավանդ Պետրոսին եւ նույնպես անդրած եմ Հիսուսի հանդիպումը Պետրոսի հետ ուրեմն պիտի գարտամ 9-17 ու երբ ցամաքը ելան հոն վարած գրակ դեսան ու վրան ցուկ թրված եւ հաց Հիսուսը ասավ անոնց փերեք այդ ցուգերեն զորոնք դուք հիմա բռնեցիք Սիմոն Պետրոս նավը մտավ եւ ուրգանը ցամաք քաշեց 153 խոշոր ցուգերով լեցուն եւ անչափան գար ու չբادرվեցավ ուրգանը Հիսուսը ասավ անոնց եկեք ջաշրեք ու աշակերտները մեկնալ չեր համարցակեր անոր հարցնել թե տուն ով ես վասնզի գիտեին թե դերն է այն ադեն Հիսուս եկավ ու արավ հացը եւ անոնց տվավ նույնպես ալ ցուգը այս երրորդ անգամն է որ Հիսուս իր աշակերտներուն երևցավ մերելներեն հարություն առնել են յետև ու երբ ջաշը ըրին Հիսուս ասավ Սիմոն Պետրոսի Սիմոն Հովնանի որդի զիս ադոնց մե ավելի գսիրես անիգա ասավ անոր այո դեր թուն գիտես որ քեզ գսիրեմ ասավ անոր արածե իմ քարնուկներս նորեն երկրորդ անգամ ասավ անոր Սիմոն Հովնանի որդի զիս գսիրես ասավ անոր այո դեր թուն գիտես որ քեզ գսիրեմ ասավ անոր արածե իմ ոչխարներս ասավ անոր երրորդ անգամ Սիմոն Հովնանի որդի զիս գսիրես Պետրոս դրդմեցավ որ երեք անգամ իրեն ասավ թե զիս գսիրես եւ ասավ անոր դեր թուն ամեն բան գիտես թուն գիտես որ ես քեզ գսիրեմ ասավ անոր Հիսուս արածե իմ ոչխարներս թող դերորդն է իր խոսքին ընթերցանությունը եւ լավ որ այսօր Աստծո խոսքը մեր սրտերում մեջ դեղ գտնե որպես աղեկ ընդիր հող հարութենեն յետքը մեր դերը 40 օրեր երկրի վրա մնաց եւ իր աշակերտներուն հայտնվեցավ դարբեր գերբերով եւ դարբեր վայրերու մեջ անշատ լավ գիտեր աշակերտներուն հոգեգան վիճակը եւ պետք է տեսավ որ 40 օրեր անոնց հետ ըլլա անոնց հետ ըլլա 40 օրեր իր հարության վստահելիությունը հաստատելու համար անոնց հետ գերավ աշակերտներուն հետ գերավ ու խմեց անոնց հետ եղավ 40 օրեր զանոնք քաչալերելու զորացնելու անոնց հավատքը հաստատելու նաեւ անոնց քրվածները հասկացնելու բացադրելու գիշեք Էմավուսի ջամփուն վրա երկու աշակերտները անոնց քրվածները հիշեցուց անոնց գասկածները վերցնելու համար 40 օրեր անոնց հետ մնաց վախերը փարադելու զանոնք փուժելու իր խոստումը հիշեցնելու Սուրբ Հոգին մխիթարիչը ցեզի պիտիկա ուրեմն Կորցկարակելոց Ղուկաս Ավետարանի չալ գիհիշե եւ իր վերջին բատվերը դալու համար քացեք բոլոր աշխարհը Ավետարանը քարոզեցեք մգրդեցեք աշակերտեցեք անոնց երրորդության անունով դերը 40 օրվա մեջ շատ զարայություններ մատուց Սակայն հետաքրքրական է նշмарել թե Հիսուս 40 օրեր իր աշակերտներուն հետ զբաղվեցավ ժողովրդին մեջ դարձյալ կորձելու հրաշներ գդարելու անոնց հիվանդները բժշկելու յետևե չեր զինք խաչոներուն հայտնվելու Գիշեք ցեզիսի ես հարություն բիդարնեմ, բայց դուք չի ավադացիք, ահա վասիկ հիմա հարություն արի,
Չի քնած բիղադոսի, չի քնած սինագոգ, դաջար, քահանայապետներուն ցույց տալու համար չի քնած։ Այս կցությունը թե հարուցյալ Հիսուս հետաքրքրված է իրեններով, անոնք, որոնք զինք ընդունեցին և գահավադան անոր։ Մատթեոս 28-րդ գլուխին 7-րդ համարի մեջ կգարտանք և շուտ մկացեք անոր աշակերտներուն ասեք հրեշտակը կհայտնվի հարութենեն ետքը և գսե ասեք թե անիգա մերելներեն հարություն արավ և ահա ցեզմի առաջ Գալիլեա գերտա հոն պիտի տեսնեք զանիգա ահա ցեզի զրուցեցի հարցումը մեջտեղ գուկա ինչու համար Գալիլեա Ինչու որովհետև դերը երբ իր առաքելությանը սկսավ Գալիլեայի մեջ ընդրած էր իր աշակերտները հիմա գուզե իր փարավորյալ մարմինով հաղթական հարություն արած իր առաքելության վերջին օրերու մեջ իր ուխտը նորոգել աշակերտներուն հետ միասին Գալիլեայի մեջ Հարությունը Հիսուսի հաստատեց թե ինք մարմինով եկավ ապրեցավ, կործեց, ուսուցանեց, մերավ, չարչարվեցավ, մերավ թաղվեցավ ու հարություն արավ։ Եվ այս հարավոտ կուզեմ ցեզի խոսիլ 40 օրվա մեջ ամենագարևոր եւ զգայացունց թեփքերեն մեկը, որ նաեւ մեզի սորվեցնելիք դասեր ունի։ Ինչպես միշտ գսեմ, այսօր նորեն գսեմ, մենք հոս չենք հավաքվիր, որբեսի բադբությունները արցանակրված գրտնենք, դասեր գքաղենք, հոգևոր ճշմարտություններ գսորվենք եւ ավելի առաջ երթալով զասված կճանչնանք եւ ոչ թե բադբությունները գգրտնենք, այսպես եղավ, այնպես եղավ։ Ուրեմն գարտամ Մարգոսի 16-րդ գլուխը հոն ավետարանիչը գնագարակրե թե ինչպես Սուրբ Հոգին ներշնչեց հրեշտակը եւ գսե եւ զանդիգասավ մի զարհուրիկ Հիսուս նազովրեցին գփնդրեք որ խաչվեցավ անիգա հարություն արավ հոս չէ ահա այնտեղը ուր թրին զանիգա լավ լսենք բայց քացեք Ասեք անոր աշակերտներուն եւ Պետրոսի թե ահա ցեզմի առաջ Գալիլեա գերտա Ինչու համար հadoop Պետրոսի անունը գիշե Խորած եք այս մասին Պետրոս առաքյալ աշակերտներուն մեջ ամենաշատ խղճահարվողն էր ցավ Ըսկաց և ցավերու մեջ էր իր դերը ուրացավ 3 անգամ հագարակ իր դված խոստումին որ պիտի չուրանամ Պետրոսի սրդի մեջ վերք մգար և երբ մեկը սխալ մգնե իր դիրոջ հանդեպ հոգին գվիրավորվի և եթե մնա այդպես այդ վիճակի մեջ վերքը Փած կմնա, ուրեմն պետք է փուժվի, պետք է կոծվի։ Դերը ուզեց այդ վերքը փուժել։ Այս հանդիպումը կարևոր էր Պետրոսի համար։ Հadoop հանդիպումն էր։ Թույլ չտվավ, որ Պետրոս այդ հոգեգան դխուր վիճակներու մեջ մնալ։ Եվ այստեղ ինչ քեղեցիկ տասկա յուրաքանչյուրիս։ Եթե մենք ալ երբեմն գվիրավորենք դերոջը մեր վարմունքով, մեր խոսքով, մեր թիրքորոշումով, կորձով, չի մորնար մեր վիրավորված ըլլալը, երբ որ մենք գսկանք և ցավ գսկանք, ան գուզե փուժել մեր վերքերը, գուզե մեզի հույսներ շնչել, ան գիտե մեր դգար գողմերը, ամենա դգար հավատացյալինա լավ գճանչնա և միշտ
միջոց մգկտնե իրեններուն երթալու։ Եվ սավ հոս որս սկիզբը գարտացին, եկեք ջաշ ըրեք։ Հովանոք 21-րդ գլուխ մեջ 9:12 ու երբ ցամաքը ելան հոն վարած գրակ տեսան ու վրան ցուկ թրված եւ հաց Հիսուսը սավ անոնց եկեք ջաշ ըրեք։ Ով պատրաստեց ջաշը գրագը ով վարեց մայնադե ջաշարաններ չգային դելիվերի չգավ ով պատրաստեց դերը պատրաստեց այո եւ իրենները եկան հոս որ գարտացին կսե մեկը չեր համարցագեր անոր փամը հարցնել որովհետեւ քիդեին թե դերն է դուրս կանչեց ցայնը լսեցին եւ Հիսուս չսավ ոչխարներս գջանշտան զիս եւ իմ ցայնս կլսեն եւ գջանշտան գրնազանազանել այո Հիսուս իրենները գջանշնա իրեններն ալ Հիսուսին ցայնը գջանշնան այնպես որ անհոգեղիր եթե շրջապատված ես մարդոցմով որ քեզի գշվարեցնեն ասում հավատացյալ են հավատացյալ չեն հայտնի չէ քույներնին կորձը չէ մի սպաղիր անոցմով դերը գջանչնա իրենները եւ իրեններն ալ Հիսուսին ցայնը գլսեն եւ գջանչնան գարկ մոհովիվներ կորչունին կսպաղին ասի հավատացյալ անի հավատացյալ չէ ասի այդպես է անի այդպես հրավ այսպես հրավ այնպես հրավ ինչ պիտելլա երթամալ հետը խոսիմ ինչ է աս վիճակը գուզեմ քիտնալ մեր կորձը չէ այդ կորձը չէ աղոթ է միայն բայց ուրախ լուր այն է որ դերը գջանչնա եւ ան որ Հիսուսի գեդեվի անոր ցայնը գլսե եւ գջանչնա հոգեվոր կյանքի բայկարի մեջ այս տեպքը գիշեցնե մեզի որ չհուսադինք եւ հիմա տեսնենք Հիսուսի խոսքերը Պետրոսին ուղված Պետրոս հadouk այցելության պետք ուներ որտեղ իր վիճակը հadouk էր պատկերացուցեք 12 առաքյալներու մեջ մեկ արդեն թավաջանեց մատնեց սակայն մույսը խոստացավ ասավ ես չեմ ուրանար հոսե անորամար վերքը մեծ է չպես կլա ես ասի չեմ ուրանար բոլորն ալ ուրանան հոս որ գտեսնես ես հետը դեմ ասի ավելի վերքը խորում ցուցած էր հadouk վիճակի մատնված էր 15-րդ համարը գսե ու երբ ջաշը ըրին Հիսուսը սավ Սիմոն Պետրոսի Սիմոն Հովնանի որդի զիս ադոնցմե ավելի գսիրես անիգա սավանոր այո դեր թուն քիդես որ քեզ գսիրեմ գասկած չի գա որ Պետրոս հիշեց որ ինք ասած էր ես ադոնցմե եթե անոք ուրանան ես չեմ ուրանար նախաբես Պետրոս իր սերը խոսքով հայտնեց եթե բոլորը ուրանան ես ոչ անգերձ էր Պետրոս անգերձ էր ասոր գասկած չգա բայց եսը գկարավարեր իր անցին վստահած էր ես անգարելի է քեզ ուրանամ Պետրոս ուրիշ արիթոմը գարձեց թե սուրը կորձածելով ծարային ագան չգդրելով իր սերը հայտնեց Հիսուսի նայր ես հոսեմ չեմ ցիկեր եւ այդպեսով իր սերը հայտնեց եւ Հիսուս այստեղ գսե Պետրոս եթե զիս կսիրես իմ ուզածս գնես եթե թուն Հիսուսը գսիրես գսես որ Հիսուսը գսիրեմ եթե այո գսիրես անոր ըսածը գգադարես միակ աբահով աբացույցը այս է ուրիշ չէ գսե եթե զիս գսիրեք իմ բադվիրակներս գբահեք երբ Հիսուս փամը գսե եւ թուն գսիրես դերը գհնազանտիս գգադարես երբ քեզի դերը գսե ասիչ վարմունքը պետք է մեկ կողմ տնես
ասիկա լավ չէ իմ անունս գարադավորես այդպես ընելով, եթե գսիրես, գհնազանդիս, գսես սիրով ով դեր, 3 անգամ գրտնեց, ինչպես որ գարտացինք, երորդին Պետրոս դրտմեցավ, քանի որ հիշեց հավին 3 անգամ գանչելը, հիշեց անոր համար դրտմեցավ, իր ուրացումը հիշեց, երորդին սակայն Պետրոս ըսավ դեր թուն ամեն բան գիտես, հոս Պետրոս փուժվեցավ, հրաժարեցավ իր եսեն, գիտես, ես քեզ գսիրեմ, երորդին ըսավ ով դեր, թուն ամեն բան գիտես, որ ես քեզ գսիրեմ, գիտես իմ փափակս, գիտես իմ նպատակս, գիտես ինչու քեզի գեհդևիմ, գիտես իմ մտածմունքներս, իմ սիրտս, թուն ամեն բան գիտես, գերնաս թունալ այսպես ասել, թե ոչ քու եսիդ կվստայիս, ես, գերնաս ասել ով դեր ես ոչինչ չեմ, թուն ամեն բան գիտես որ քեզ գսիրեմ, եւ Հիսուսի այս հանդիպման մեջ Պետրոս իր անձը ջանցավ, հասկացավ եւ խոնարհեցավ, Աստուծոքին այս ուղղությամբ կաշխատի, ջանցնելու մեզի մեր անձերը, լավ կջանցնաս քո անձդ, մենք հաճախ մեր անձերը լավ չենք ջանցնում, մեր անձերուն համար մեծ համարում ունենք, բայց երբ Հիսուսի հետ գանտվից լավ կջանցնանք եւ իրեն Պետրոսին սրբազան մեծ կորց մգուտա գսե արածե իմ ոչխարներս Հիսուսի ուրացավ ինչպես ասոր կորց կուտաս ասե արժանի չէ ոչ արժանի է ես Պիտի դամ, որովհետև խոնարհեցավ, հասկացավ, երբ ասավ ամեն բան գիտես, այս շատ բան գենթատրե, արածե իմ ոչխարները շատ բան գենթատրե, գլխավորապես խաչ գրել գենթատրե, ոչ թե միայն մեծ բարդականությունը տվավ Պետրոսին, հաբա ցույց տվավ թե ինչպես պիտի նահատակվեր Հիսուսի համար 18-19 գսե ճշմարիտ կսեմ քեզի որ երբ դու բադանի էիր ինքն իր մեծ կոդի կգաբեիր ու գերտայիր ուր որ ուզեիր բայց երբ ձերանաս ցերքերդ վեր պիտի վերփռնես եւ ուրիշը քեզի կոդի պիտի գաբե ու պիտի դանի ուր չես ուզեր այս բանը ասավ ցուցունելով թե անիգա ինչ մահով պիտի փարավորես Աստված ու երբ զայս զրուցեց ըսավ անոր եկուր իմ ետևես Պետրոս երբեք հոժար չէր խաչ գրել ուրիշ արիթոմը հանդիմանեց երբ որ Հիսուս իր խաչելության մասին ասավ անգարելի է ես հոսեմ չեմ ցիկեր քեզի մեկը մոդենա փռնե չարչարվիս խաչը անվիս Հիսուս գսե եթե զիս գսիրես Պետք է հոժարիս գրելու այն խաչը զոր ես գթույլադրեմ, այսօր ինձ եկեզի գսե, եթե զիս գսիրես։ 18-22 համարներու մեջ, 3 ճշմարտություններ կան, զոր ասված կուզե մեզի փոխանցել։ Առաջին, զասված սիրելու առաջին աբացույցը իր գոմե մեզի թույլադրված խաչը գրելն է։ Յուրաքանչյուրս խաչ մունինք, անոր գասկած չի գա։ Միսեր իմ խաչս գինս է, ասված խելք դա այդպեսիներուն։ Ուրիշ տեսակ խաչեր, մեր հավատքին համար խաչ կգրենք, այդպես սոներ չեն գիտեր, որ եթե գին չունենան չեն գրնար ապրիլ։ Ամեն տեսակ զանազան մեր հավատքին համար խաչ գրել գա։ Պետք է Հիսուսի սիրույն խաչը գրենք։ Եկեղեցական ավանդությունը գսե, երբ Ներոն գայսր քրիստոնյաները գալաձեր,
Պետրոսի ալ ուզեց սպանել։ Եվ Պետրոս գրծավ Հռոմի փանդեն փախուս դալ։ Եվ քաղաքեն դուրս ելածադենը միջ կփախչեր, Հիսուս կհայտնվի Պետրոսի գսե Քովոդադիս կնշանակե ուր գերտաս դեր գահարցնե Պետրոս։ Հիսուս կպատասխանե Պետրոսի ու գսե ես քուդեղդ խաչվելու գերտամ։ Պետրոս գծնցվի այս խոսքերու վրա, եթ Հռոմ գերտա եւ գսե ես խաչվելու պատրաստ եմ, սակայն արժանի չեմ իմ դերոջս պես խաչվելու, զիս գլխիվար խաչեցեք։ Եթե իրապես գսիրենք հարուցյալ Հիսուսը, գոհոժարինք իր սիրուն, անոր սիրուն խաչ գրելը։ Շատեր չեն ուզեր։ Երկրորդ կետը Հիսուսի հետևին առանց ուրիշներու հետ չափվելու։ Երբ Հիսուս ասավ Պետրոս, ինչպեսի մահով պիտի մեռներ, ասավ եկուր իմ ետևես։ Պետրոս Հովհաննեսին ագնարգելով գսե Հիսուսի, ասի ինչ պիտի լա։ Հիսուս գսե քեզ ինչ, 19-ն։ Ուրեմն 20-ն գարտամ, եւ Պետրոս դարձավ, այս բանը ասավ ցուցունելով թե անիկա ինչ մահով պիտի փարավորես Աստված, ու երբ զայս ասավ զորուցեց ասավ անոր եկուր իմ ետևես 20-րդ համար եւ Պետրոս դարձավ ու տեսավ այն աշակերտը որ Հիսուս կսիրեր որ ետևեն գերտար որ նաեւ ընտրիկին ադեն անոր գուրցքին վրա ինգեր եւ ասերեր դեր ով է որ քեզ պիտի մատնե Պետրոս անիկա տեսնելով ասավ Հիսուսի դեր հաբա ասիկա ինչ պիտի լա Հիսուսը ասավ անոր եթե ես ուզեմ որ ասիկա գենա միջև ես կամ քու ինչ հոգդ է Քեզ ինչ ուրիշին ինչ պիտի անեմ կորձը չէ թունիմ ետևես է մարդոց եւ քրիստոնյաներ ներառյալ քաղցկեղի նման հիվանդացած են ուրիշներու հետ չափվել ուրիշներուն հետ կչափվին ուրիշներու հետ կորչունիստուն ոե մեգունետ Հիսուսի ետևեկնա Ասի այդպես է, անի այնպես է, կորչունիս, վստահ է անոր անհուն իմաստության։ Ինչ որ դերը քեզի համար ըրած է, պատրաստած է, լավակույնն է, կորչունիս ուրիշին հետ, դերը անոր համար ինչ ըրած է, ինչ պատրաստած է։ Վերջին ճշմարտություն մնալ այս հատվածի մեջ կամ այս հանդիպումին եւ ըսված խոսքեր են գսորվիկ 18-րդ համար Գսե, ճշմարիտ գսեմ քեզի, որթուն երբ բադանի էիր, ինքն իր մետ կոդի կգաբեր, ուր գերթայիր, ուր որ ուզեիր գերթայիր, բայց երբ ձերանաս, ծերքերդ վեր բիդի պրնես և ուրիշը քեզի կոդի բիդի գաբե, ու բիդի դանի ուր չես ուզեր։ Երբ մեկը բադանի է, այսինքն հասուն չէ, հեզությամբ, դերոչը չէ դևիր, հաբա բադանի, դղայական պաներ ունի, բադանի բես կխորի, գմտածե, գվարվի, սակայն երբ գհասուննա, դերոչը ուզածը ընելու գոհոժարի, այն ադեն, աստուծո ուզած տեղը գլլա։ Ուրեմն, բատկամը այս է, պետք է հասուննաս, միշտ բադանի մնալը մեծ ամոտ է, մեծ ամոտ, մինչև երբ բադանի պիտի մնաս, այո, մանկության շրջանը, դղայական բաներ ընելու շրջանը գա, բայց մինչև երբ, ամոտ է երբ մեկը 30-40 դար եկեղեցի գերտա, քարոզներ գլսե, սիրո մասին, նվիրումի մասին, խոնարհության մասին, դալու մասին, դա գավին երեխա է, բան մնալ չէ սորված։ Ուրեմն այս երրորդ դասն է, որ պետք է հասուննաս, հոգևոր իմաստով։ Եզրակացնելով ուրեմն Հիսուս գիտե մեր դգարությունները եւ միջոցներ կգործած է որբեսի մեզ բուժե։ Մենք ալ մեր դերոջը նմանինք, իրարու վերքերը բուժենք, իրար զիրար շալգենք,
զիրար փուժելու աշխատենք, հարուսյալ Քրիստոսի հետևենք, առանց ուրիշներու հետ չափվելու։ Մանավանդ ասի աշխարհի մեջ շատ կա։ Ես այսօրպես չեմ, անորպես չեմ, անոր բնավորությունը չունիմ ես։ Ես մուսին բնավորությունը չունիմ, ուրեմն ես այդ բոլոր մարդոց մե ավելի լավ եմ, ուրիշներու հետ կչափվի։ Աստուծոքով բոլորն հող ու փոշի են, եթե անոր շնորհքը չլա, բայց գագնգալի ասված, որ մենք հասունանք, ուրիշներու հետ չչափվենք եւ հոժարինք Հիսուսի սիրուն խաչ գրելը։ Երբ կհոժարինք, այնադեն պիտի վարձատրվենք։ Այո, Պետրոս գլխիվար հոժարեցավ խաչվելու։ Ինչ ուժ էր այդ, որ զինքը մղեց։ Եթե Հիսուսի հարությունը փուջլա, բարապ ըլլա, մեկը բարապանի համար գխաչվի, ետ դարձավ, սավ ես հոսեմ, Հիսուսին համար պիտի խաչվիմ, գսիրեմ իմ փրկիչս, ուրեմն մենք ալ հոժարինք Հիսուսի համար խաչ կրելու, որովհետև վարձատրություն կա։ Չեմ ki եթե պատմած եմ, գրտնել օգտակար է, թագավոր մգար, իր սպարաբեդին կպատվիր է, որ թշնամի երկիրը հարցակի և քրավե։ Սպարաբեդը կգազմե փանակը գերթա, բայց կբարդվի։ Եվ այս թագավորին սիրելի զորավարը կփանդարգվի բալադին, թշնամի բալադին դակ, և թագավորը կլսե, ուրիշ փանակ մը կգազմե և գերթա, կքրավե և իր սիրած զորավարը կփնդրե վերջապես փերթին դակը գիչնեն, կտեսնեն, որ իր զորավարը շղթաներով, ցերքերը, ոտքերը, ծանր շղթաներով այսպես թագավորը բոլորին առջև գհրամայ է գսե գշրեցեք անոր շղթաները եւ անոր ծանրության չափ ոսկի պիտի դրվի զորավարը գսե Երանի այս շղթաներս ավելի ծանրը լայն այո երբ երկինք երթանք պիտի ասենք ախ Երանի Քրիստոսի համար ավելի չարչարանք գրեի ավելի չարչարանք այսօր բզդիկ ծաղրանքը, բզդիկ հալածանքը, բզդիկ այսպես անիրավությունը, օ չէ, ես եկեղեցի կացի, բայց խնամիներս վրաս խնդացին, այնպես որ չէ, ես չեմ երթար։ Ասված շնորհքն է, որ իրեն վստահենք, ուրեմն ան հարություն արած է, մեզ հետ է Սուրբ Հոգիով, մեզ գարաչնորդ է, անոր վստահենք և մեր կյանքը անոր ցերքերուն հանցնենք։ Իբարս երրորդության ամեն։ Վստահ եմ բոլորս Տեր Հիսուսը գսիրենք եւ այս պատճառով իր օրինագին հետևելով սիրելու ենք այն անձերուն, որոնք սիրվելու արժանիք մչունին եւ ճիշտ այդ բահուն է, որ մենք մեր Տերը բադված եւ փառավորած կլանք սիրելով այդ անձերուն։ Բիդի վերջացնենք երկելով 297-րդ երգը, որում վերջին դունը ոտքի եւ հովիվի նաղոտքով բիդի փագենք։ Ինչու լամ ես ընջյալ, շուքերալ բադենզիս։ Ինչու լամ ես ընջյալ, շուքերալ բադենզիս, ինչու սկամ ես լվյալ, գարոտ կաշևոքիս, բարեգամ սեր Հիսուս է, հաջին սերանի գա,
Այո Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր մազին համրանքը նույնիսկ գիտես եւ ամեն բան գիտես, մեր սիրտը գիտես, մեր խորհուրդները, մեր նպատակը, շարժարիթը չենք կրնար քու վրատ խնդալ, քեզ զաղրել։ Օգնե մեզի, որ Դեր քեզի վստահենք եւ մեր սիրտը ուղիղ լա քու առջևդ։ Բոլոր սիրտով քեզ սիրենք, քեզի հետևենք, առանց ուրիշներու հետ չափվելու։ Խոսքդ գնքես մեր սրտերու մեջ եւ Դեր արձակես մեզ քու խաղաղությանքդ, փառքիդ համար, ամեն։